Վերջին ամիսներին իշխանությունը ակտիվորեն խոսում է Հնդկաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության մասին, այն ներկայացնելով բանակի վերազինման կարևոր քայլ։ Թեման առավել ընդգծվեց նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցի ընթացքում։ Սակայն փորձագիտական շրջանակներում հարցերը շատ են։ Խոսքը համակարգված զինման մասին է, թե ավելի շատ տեղեկատվական արշավի։ Իշխանության համար շատ ավելի հեշտ է ցույց տալ նմուշներ, քարոզիչների միջոցով ասել, տեսեք, մենք զենք ունենք կամ զենք ենք առա եւ այլն։ Իհարկե, այդ նույն մարդիկ, ովքեր այդքան խոսում են այդ զենքերի մասին, այսօր չեն խոսում, չէ՞ նրա մասին, թե այս իշխանությունը կամ այս իշխանության քաղաքականության հետևանքով 44-օրյա պատերազմին դրան հաջորդած Հայաստանի դեմ ագրեսիաների պարագայում Ադրբեջանը ինչքան զենք, զինամթերք, սպառազինություն, ենթակառուցվածքները շարքից անել։ Ըստ հրապարակվող տվյալների, ձեռք բերված զինատեսակների մի մասը համարվում է նոր եւ դեռևս լայնածավալ մարտական փորձարկում չի անցել։ Բացի այդ, խոսքը հիմնականում սահմանափակ քանակի մասին է։ Ռազմական փորձագետները նշում են, առանձին համակարգերի ձեռքբերումը դեռևս չի նշանակում պաշտպանական հավասարակշռության վերականգնում։ Եթե մեծ պետությունները զենքի ցուցադրությունը հիմնականում կազմակերպում են ռազմավարական զսպման նպատակով նաև, ապա փոքր պետությունների պարագայում, որոնք չունեն բավարար ռեսուրսներ, զենքի ցուցադրությունը, ռազմամթերքի ցուցադրությունը չի կարող ծառայել որպես ռազմավարական զսպման միջոց։ Զրուցակիցներս հիշեցնում են նախորդ փորձը։ 2019 թվականին ձեռք բերված Su-30 կործանիչները ներկայացվում էին որպես որակական շրջադարձ հայկական բանակի համար։ Սակայն հետագայում պարզվեց, որ դրանց սպառազինման եւ կիրառման խնդիրները լիարժեք լուծված չէին, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հնարավորությունը ամբողջությամբ չօգտագործվեց։ Ինչի համար այդ տեխնիկան բերել տանել պարկերում կանգնեցնել, որոշակի հաճախականությամբ հանել փողոցներում ցույց տալ, որ մենք sense բան ունենք, նկարվել, հետը նկարել, գիտեք, սա շատ հիշեցնում է այդ Su-30-ների ձեռքբերումը 2019-ին։ Սա ինձ հիշեցնում է այդ Հորդանանից այդ օգտագործված ՕՍԱՀԿ համակարգերի 30 միլիոն դոլարանոց ծրագիրը եւ այլն եւ այլն։ Այս համատեքստում հարց է առաջանում. այսօր արդյոք չի կրկնվում նույն մոտեցումը, բարձրաձայն հայտարարություններ, մեծ սպասումներ, բայց սահմանափակ գործնական արդյունք։ Եթե սպառազինության ձեռքբերումը չի ուղեկցվում բավարար քանակով, ռազմավարական հստակ հաշվարկով եւ համակարգային մոտեցմամբ, այն կարող է դառնալ ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ տեղեկատվական ազդեցության գործիք։ Ցանկացած գովազդ ունի որոշակի պատմական համատեքստ։ Այս պարագայում պատմական համատեքստը հատկապես վերաբերվում է նախընտրական շրջանին, մենք տեսանք հատկապես երբ սկսվեց հնդկական զենքերի մասին խոսակցությունները, երբ սկսեցին ցուցադրել դրանք, որը ցավոք սրտի հատկապես մեր նման պետություններում, ասել է թե փոքր պետությունների համար, դա կարող է առաջացնել բավականին լուրջ խնդիրներ։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով իշխանությունը զինվելու գործընթացը ներկայացնում է որպես լավություն, մինչդեռ դա պետության հիմնական պարտականություններից մեկն է։ Ասում են դե ուրախացեք, մենք զենք ենք գնել։ Նորմալ է, որ պետությունը զենք է գնում։ Հիմա նույնն է, որ պետությունը ասի, գիտեք, կառավարությունը թոշակա տալիս, ուրախացեք, շնորհակալություն հայտնենք։ Պետության ֆունկցիա է ստանձնել, պետությունը ֆունկցիա ունի ինչպես սոցիալական խնդիրների լուծման առումով, այնպես էլ երկրի իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Մասնագետները հիշեցնում են, անվտանգությունը չի չափվում հայտարարությունների քանակով, այլ իրական պաշտպանունակությամբ։ Եթե ձեռքբերումները սահմանափակ են, չեն փորձարկվել լայնամասշտաբ մարտական պայմաններում եւ չեն կազմում ամբողջական պաշտպանական համակարգի մաս, ապա դժվար է ակնկալել, որ դրանք կփոխեն ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Զինված ուժերի վերազինումը պահանջում է հստակ ռազմավարություն, բավարար ծավալ եւ շարունակականություն։ Հակառակ դեպքում բարձրաձայն հայտարարությունները կարող են վերածվել պարզապես տեղեկատվական ֆոնի, այն դեպքում, երբ հասարակությունը սպասում է ոչ թե PR-ի, այլ իրական անվտանգության։ Սեդամակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։